Ես Դեղիկի որդի Մխիթարս իշխանած իշխան Պրոշի և նրա որդի Հասանի հրամանով 1283 թվականին շինեցի Մարտիրոս գյուղը և կանգնեցրի այս խաչքարը Սուրբ Վկայարանի դռան առջև, ի բարեխոսություն և իմ ամուսին Մամջրին և իմ որդի Ղարիբ Շահին և իմ դուստր Ռուզաքանին, ովքեր որ ընթերցեն հիշեցեք մեզ, շինվեց շնորհավորի ձեռքով։ Վայոց ձորի Մարտիրոս գյուղի կենտրոնում կանգնեցված 13-րդ դարի այս խաչքարը գյուղի փաստացի անձնագիրն է համարվում։ Այն գյուղի գործող միակ եկեղեցու Սուրբ Աստվածածնի անմիջապես հարևանությամբ է։ Տասներեքերորդ դարի հնամենի սրբավայրում առկա Հիսուս Քրիստոս Սուրբ Վկայարան Երկրորդ Երուսաղեմ արձանագրության համաձայն եկեղեցին անվանում են նաև Սուրբ Երրորդություն Երկրորդ Երուսաղեմ կամ Սուրբ Վկայարան Երկրորդ Երուսաղեմ։ Այստեղ է պահվում Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարից բերված քարը, մարտիրոսված հերոսների աճյունները։ Թեև փաստ է, որ գյուղը հիմնադրվել է 13-րդ դարում, բայց ավելի վաղ շրջանի հուշարձաններ ու խաչքարեր են այստեղ հայտնաբերվել։ Զարմանալի է, որ այս փոքր գյուղը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում մոտ 9 տասնյակ հաշվառված հուշարձան ունի։ Մարտիրոս գյուղ գալու մեր նպատակը այս անգամ Վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին տեսնելն է։ Այն գյուղից 2,5 կիլոմետր է հեռու։ Տարածքին անծանոթ մարդը դժվար կարող է գտնել եկեղեցին։ Այն ամբողջությամբ ժայռի մեջ է, դրսից միայն մի փոքր մուտք ունի, որը ժամանակին շատ ավելի աննկատ է եղել։ Եկեղեցին կառուցվել է 1286 թվականին, Մարտիրոսը եղել է Պրոշյան իշխանների դաստակերտը։ Պրոշյան իշխանները կառուցել են այս եկեղեցին և Մարտիրոսը համարվում է Իսրայել օրու ծննդավայրը, որպես ծննդավայր, դուք տեսաք այնտեղ խաչքարը դրված, խաչքարի հետևում Իսրայել օրու տան պատմությամբ այդպես գալիս է, որ ծնվել և ապրել է այնտեղ։ Վիմափորի եկեղեցին գտնվում է նախ Գոգի լեռան հարևանությամբ, մենք այս մեջտեղի լեռը կոչվում է Գոգի լեռ, 3112 մետր բարձրությամբ։ Հետաքրքիր է, ինչի են մեր նախնիները այսպես գաղտնի վայրում կառուցել Սա եկեղեցին։ Ոչ միայն եկեղեցի է, սա եղել է ինքը որպես բերդ, եկեղեցի դուռը ժամանակին պատմում են եղել է այնպիսի մի ժայռից, որը մի քարից, որը չի տարբերվել այս ժայռից։ Երբ թշնամիները հարձակվել են, մի երեխայի լացի ձայնից ճանաչել են, հասկացել են, որ այստեղ կա ներսում կա մարդ կա, ծառայել է եւ որպես բերդ։
Այսինքն թաքստոց է եղել վանականների համար։ Ոչ միայն վանականների, այլ տեղացիների համար։ Իհարկե տեղացիների համար եւ տեղացիների համար։ 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Ըստ մասնագետների Մարտիրոսը ամենահնչեղ եկեղեցին է համարվում։ Քառակուսի հատակագծով համալիրը բաղկացած է նախագավթից, ժամատնից և եկեղեցուց։ Մարտիրոսցիների համար այս սրբավայրը ինչ նշանակություն ունի։ Մարտիրոսցիների համար սա սրբավայր է։ Մենք ունենք օգոստոս ամսվա մեջ Մարտիրոսաց եկեղեցու տոն, որ հավաքում են, տեսեք, այս տեղը չի բավականացնում ժողովրդի մատաղ անելուն, հոլ զուռնայով, հարսանդյաց հանդեսներ, այդպես հատուկ ուխտի որ հավաքում ենք ստեղ դրսից, ոչ միայն մենակ Մարտիրոսի ժողովուրդը, ովքեր որ կան դրսից էլ իմացողներ, բոլոր հավաքում են ստեղ այդ տոնին։ Մարտիրոսի կամ Մարտիրոսաց վանքը երկու անունով էլ հայտնի է եկեղեցին։ Պահպանված արձանագրությունների համաձայն կառուցել է Մարտիրոս վարդապետը, ճարտարապետը Քարագործ Գրիգորիկն է։ Եկեղեցու տարածքում գտնվել են նաև 8-րդ դարի խաչքարերի կտորներ։ Ներսում շատ խոնավ է եւ ցուրտ։ Խոնավությունը դե ինքը կառուցված է ամբողջովին մեկ քարից, մեկ ժայռից, դրա համար պատերը սառն է, քարը դեռ չի տաքացել։ Եկեղեցին կառուցված է վերևից, ինքը մեկ ժայռ է, միայն վերևի գմբեթի այդ երևացող քարը, որ մեկ կտոր է, առանցին կտոր, ինքը ամբողջովին մի ամբողջական քարից է։ Մի ամբողջական կառուցված։ Այսինքն ժայռի ներսում փորված է եկեղեցին։ Այո, փորված եկեղեցին կառուցվել է 15 տարում։ Ավարտվել է 1286 թվականին։ Պատերին նաև խաչքարեր կան։ Պատերին կան շատ արձանագրություններ եւ խաչքարեր տվյալ դարի, տվյալ ժամանակաշրջանի դարերի հետ կապված արձանագրությունները նորից 12-րդ դարի, 13-րդ դարի արձանագրություններ են։ Իսկ վերծանված արձանագրություններ կան, որոնք ինչ-որ բան հուշում են եկեղեցու պատմության մասին։ Այս արձանագրություններից չունենք վերծանված, չէ, չկան, չգիտեմ, չեմ կարող ասել ավելի ճիշտ։ Եկեղեցին խնամքի և ուշադրության կարիք ունի։ Թեև մեր նախնիներն այն կառուցել են ժայռից, որը կանգուն է մնացել 800 տարի, բայց այժմ սարերից հոսող ջրերը ու անձրևաջրերը եկեղեցի են լցվում և արդեն իսկ մեծ վնաս են հասցրել խաչքարերին, արձանագրություններին։ Եկեղեցուց պաշարման ժամանակ մարդիկ գնացել են գետից ջուր են բերել այս քայլ ուղիով, մոտավորապես 100 մետրից ավել մեկ մարդաբոյ շարվածքով, տեսեք ինչ սրբատաշ քարով շարված։ Այսինքն եթե հողով լցված չլիներ, մենք կարող էինք անցնել Մենք կարող էինք անցնել, ուղղակի մի երկու տեղ կա փլված, սա ապահովության համար դեմը շարել ենք, հա, ապահովության համար, որպեսզի մարդիկ չմտնեն, չվտանգվեն։ Մի քանի երեխաներ մտել էին, այդպես մեծ դժվարությամբ կարողացանք հետ բերել, դրա համար ապահովության համար փակել ենք դեմը։